Հունիսի 28-ին ժամը 21:08-ին ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից որովայնի կտրած ծակած վերկախտորոշմամբ Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու։ Քիչ անց ստացվել է նոր հաղորդում, որովայնի թափանցող վնասված կախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի 46-ամյա տղամարդ։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, համայնքային ոստիկանության ԱՆԻ-ի բաժնի ծառայողների ու մարզի պարեկների համատեղ միջոցառումների արդյունքում արագ պարզվել է, որ նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում Մարալիկ նախկին կնոջ հայրական տուն էր այցելել Նորակերտ գյուղի 33-ամյա մի բնակիչ։ Նրա եւ աներոջ միջև ծագել էր վեճ, որի ընթացքում իր ավտոմեքենայից վերցնելով դանակը փեսան հարվածել եւ մարմնական վնասվածքներ էր պատճառել վիճաբանությանը միջամտած աներորդու ընկերոջը, հետո նաեւ վիճաբանությունը կանխել փորձող 46-ամյա տղամարդուն ու դիմել փախուստի։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է դեպքի վայրում։ Փաստի առթիվ ԱՆԻ-ի եւ Արտիկի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը ժամը 6:30-ին 33-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զվարթնոց օդանավակայանում, ձերբակալվել ու ներկայացվել քննչական բաժին, որտեղ խոստովանել է կատարածը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։